Հովանավանքից և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցուց խաչեր են գողացել։ Դեպքերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաղորդում է ստացել 3 օգոստոսի 13-ին։ Հովանավանքում Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի որոշմանը հակադրվելով հոգևոր ծառայություն իրականացնող կարգալույծ քահանա նախկին տեր Արամը Արմլուրի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան և եկեղեցում որևէ մեկը չի նկատել խաչ գողացողին։ Երեք առավոտյան մտել են ու եկեղեցուց խաչն են գողացել։ Ովքեր են մտել։ Չգիտեմ ովքեր են մտել, հաստատի գողացվել է։ Վաղ առավոտյան։ Երևի տես 10-ից մինչև 11:30 ընկած հատվածում։ Չեք նկատել ովքեր են։ Դե միանշանակ չենք նկատել, որ նկատեինք կանխեինք։ Քանի խաչ է դուրս բերվել եկեղեցուց։ Մեկ խաչ։ Կարգալույծ քահանայի խոսքով ինքը որևէ քայլ չի պատրաստվում ձեռնարկել և սպասելու է իրավապահների որոշմանը։ Միաժամանակ նա նշել է, որ աղոթելու է խաչը գողացողի համար, քանի որ իր համոզմամբ գողություն կատարած անձը չի գիտակցել, թե ինչ մեղք է գործել։ Չեմ ուզում որևէ մեկին կասկածել, մեղք գործած կլինեմ, չեմ ուզում։ Աղոթում եմ, որ Աստված այդ մարդուն իմաստություն տա, բերի հետ դնի տեղ, որտեղ գիտեք բանը դա ինձանից չեն տարել էլի, որ կապ չունի, օրինակ մարդը եթե անգամ իմ հանդեպ ինչ-որ վերաբերմունք ունենա, այդ խաչը բանական համալիրիններ, ոնց որ Աստծո տնից են էլի գողանում։ Էդի կարա օրինակ ինչ հիվանդություններ ասես կարա ստանալ մարդը վաղուց որ դա համար են, որ ես աղոթում եմ, որ ինքը իմաստություն ունենա հետ բերի։ Իսկ ինչ է կարծում դրդապատճառը որը կլինի, գուցե ձեր դիրքորոշումն է քաղաքացուն վրդովեցրել։ Չեմ կարծում, եթե անգամ իմ դիրքորոշումը լինի, քաղաքացին պատճառի նկատմամբ հատուկ վերաբերմունք պիտի ունենա։ Իմ նկատմամբ կարան մարդիկ օրինակ չհասկացող մարդիկ է շարժման նպատակը եւ իմաստը կարան վերաբերմունք ունենա, կամ իրանց անձնական շահը եւ իմ գաղափարները հակառակ լինեն, հակադրվեն իրար, բայց ինչը որ Աստծո տանն է վերաբերվում, դա Աստծուց են, Աստծո հանդեպ այդ վերաբերմունքը